Երգչուհի Լիլուն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել իր սոցիալական էջերում։ Օրեր առաջ Լիլուն ինստագրամյան հարթակում հայտնել էր իր ընկերներից մեկի անժամանակ կորստի մասին։ Լիլուն հերթական անգամ հուզիչ հրապարակում է արել, գրելով հետևյալը. «Դժվար է քեզ հրաժեշտ տալը, դու լույս էիր»։ Հրապարակելով ավտովթարից մահացած աղջկա լուսանկարը գրել էր երգչուհի Լիլուն։ Starnews.am-ի բլից հարցերին պատասխանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած սիրված երգչուհի Լիլուն։ Մեր առաջին հարցը այսպիսին էր. խորհուրդ, որ երբեք չեք մոռանա։ Չեմ հիշում խորհուրդ, որով առաջնորդվեմ իմ ամբողջ կյանքում։ Հարց, որին ըստ ձեզ երբեք չեք առնչվի։ Կարծում էի, որ երբեք չէի առնչվի շոու բիզնես թե բիզնես հարցին, քանի որ երգը ինձ համար այլ աշխարհ է։ Ամենաթանկ ու կարևոր իրը։ Չունեմ թանկ ու կարևոր իր, քանի որ ինձ համար իր է մնում։ Չեք երգի միայն որ դեպքում։ Երբեք չեմ կանգնել այդ խնդրի շուրջ, ընտանիքումս բոլորը խրախուսում են ինձ։ Երևի չեմ երգի միայն այն դեպքում, երբ լինեմ տարիքով ավելի մեծ։ Ինչ տվեց ձեզ վերջին 1 տարին։ Վերջին տարին ինձ տվեց 3-րդ բալիկիս Էվային, ով մեծ ձեռքբերում էր ինձ համար, ով լցրեց մեր կյանքն ու ավելի երջանիկ դարձրեց մեր ընտանիքը։ Շոու բիզնես թե բիզնես։ Ես երբեք մեկը մյուսին չեմ կապում, բիզնեսը մնում է բիզնես։ Ամենաշատը ում եք կարոտում։ Ամենաշատը կարոտում եմ իմ Լիլինային, իմ Սանիկին։ Շատ ընկերներ ունեմ, ում կարոտում եմ, Երևանս նույնպես շատ եմ կարոտել։ Բայց Լիլինայի հանդեպ կարոտս վերածվել է կարոտախտի։ Ամսվա մեջ օրեր են լինում, երբ բարձրաձայն լացում եմ։ Դա իհարկե ոչ ոք չի տեսնում, բայց այդ կարոտը հաղթահարել չեմ կարողանում։ Սխալ, որը երբեք չեք կրկնի։ Ամեն մարդ իր սխալների վրա է սովորում։ Ինչ սխալ էլ որ արել եմ, հետո չեմ կրկնել։ Չունեմ այնպիսի սխալ, որը առանձնացնեմ։ Ափսոսում եք որ։ Երբեք չեմ ափսոսել ոչնչի համար։ Ցանկացած բան մնացել է անցյալ։ Ես չեմ մնացել դրա մեջ ու ափսոսանքով չեմ ապրել երբեք։ Ցանկացած բան, որը կարող է դառնալ ափսոսանք, ուղղակի դառնում է անցյալ։ Ես ինձ շատ վատ կզգամ, որ ապրեմ այդ զգացողությունը, միևնույն է, դա ինձ ոչինչ չի տալու։ Երջանիկ եք, որովհետև Աստված պարգևել է ինձ ընտանիք։ Երջանիկ եմ, որ 3 երեխաների մայր եմ ու որ ապրում եմ խաղաղ ու ներդաշնակ ընտանիքում, որ ընտանիքիս անդամները, մայրս, կեսուրս առողջ են։ Երջանիկ եմ, որ ապրում եմ ինձ սիրով շրջապատող մարդկանց կողքին։ Կարծում եմ դա երջանկության գագաթնակետն է։ Starnews-ի հետ զրույցում անկեղծացել էր երգչուհի Լիլուն։ Մեզ մնում է միայն հավելել, որ Լիլուն շատ ակտիվ գործունեություն է ծավալում իր ինստագրամյան էջում, որտեղ էլ հաճախ խոսում է իր մեծ կարոտի, իր անելիքների ու ընդհանրապես հայտնում է իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հոլովակ, որոնք Լիլուն հրապարակել էր իր ինստագրամյան էջում։ Բարի օր բոլորին։ Ուրեմն մի որոշ ժամանակ առաջ ինստագրամում տենց վիդեոներ էի նայում եւ աչքիս տակ ընկավ մի վիդեո, որտեղ հաց թուխերը թխում էին լավաշ։ Ու ակամայից հիշեցի այդ թոների լավաշի այդ հոտը, որ ներկա եմ եղել այդ պրոցեսին այդ թխելու։ Ասեցի, վայ, մի հատ ոնց սենց կուտեի Հայաստանի այդ Հայաստանի թխած է էլի։ Եվ ընկերուներիցս մեկը այսօր ինձ ուղարկել է լավաշ։ Բերել են հիմա ինձ այդ լավաշը ու ես հասկանում եմ, որ ես լուրջ ինչ-որ խնդիրներ ունեմ այդ կարոտի հետ կապված, էլի, որտեղ մի ժամ նայում եմ այդ լավաշին, լացս է գալիս, ուզում եմ հասկանամ ինչ է։ Հասկացա, որ ինձ մոտ կարոտախտ է։ Հոտը, համը, մենակ եմ որ պատկերացնում եմ Հայաստանում է թխվել։ Այդ Հայաստանի ջրով է, Հայաստանի ալյուրն է։ Երևի լիքը մարդ կմտածի գժվել եմ, բայց այն մարդիկ ովքեր որ իմ նմանը սենց կարոտով ապրում են, սենց բացի են, որ ընկերներիդ, հարազատներիդ ես կարոտել, համել այդ հոտը, այդ Հայաստանիդ, այդ ջուրը, հողը, հասկացա, որ այո կարոտախտ է ինձ մոտ
Առաջ Աստված մի վարքյան շուտ, սենց կարոտից կգժվեմ ես քո։ Պաչում եմ, ասում եմ գժվել ես դու Լիլ ջան։ Էնպես որ առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ուղարկողին եւ բերողին։ Դուք անգամ չեք պատկերացնի ինչ կատարվեց իմ հետ։ Ես չգիտեմ, կամ գժվել եմ, կամ չգիտեմ, երևի շատերի համար կասեն, այս ինչ բաներ է, ասեն, բայց ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր կհասկանում են ինչ մասն եմ խոսում։ Հայաստանում բնակվող իմ հայրենակիցներին ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգներում կան հայկական մարկետներ, որտեղ մեր հայրենակիցները Հայաստանի մեթոդներով պատրաստում են ջրեր, ամեն տեսակի հայկական ուտեստներ, ամեն ինչ կա, այնպես չի, որ չկա ու ես սենց եմ, որ առաջ անգամ տեսնում լավաշ, ստեղ հայկական փուռ ունենք, մեր հայերը շատ համով թխում են, շատ համով հաց են թխում, լավաշ են թխում, խմորեղեններ են թխում, բայց հասկանում ենք ինքներս էլ, որ էկոլոգիան տարբեր է, ու այն ինչին, որ մենք սովորենք, այն ինչը, որ մեր համար ուրիշ համ ունի, միևնույն է մնում է ուրիշ, այնպես որ ստեղ ամեն ինչ կա, ավելուկ, չիր, սպանախ, ինչ ասես։ Ուզում եմ մի հատ հասկանամ, էլի մամաներ կան, որ իմ նման պատվաստումից վախենում են երեխաների շատերից, թե մենակ ես եմ հիսիրիկ, գնում եմ, հասնում եմ ընդեղ, վատանում եմ, հետ եմ գալու, չեմ կարում, չգիտեմ, չեմ կարողանում, այդ սրսկելու պահը չեմ կարում, Էվային տարել էի պատվաստման, վատացա հետ բերեցի, ասում եմ հասկանամ, այդ նորմալ է, մի հատ խնդրում եմ, եթե մի հատ ինձ մոտիվացրեք, խնդրում եմ, ինձ մի հատ դուխ տվեք, էլի տենց մի հատ, բայց այն երկուսի ժամանակ էլ էի տենց, էլի գնում էի վատանում էի, խայտարակ էի ելնում։ Ասում եմ, երևի մինչև այդ երեխուն սրսկելը, ինձ պտի մի հատ սրսկեն, մի բան էլի, տենց ինչ-որ քնաբեր կամ չգիտեմ, ներվերը հանգստացնող, շատ գիտեմ, մի բան պետք է սրսկեն, նոր, ամար ցենց բան կլինի։ Բայց թե ոնց մտածում եմ չէ էլի, մենակ ես չեմ, էլի մամաներ կլնեն, էլի, որ տենց բան կլնեն, չեմ կարում, ինչ անեմ, խնդրում եմ, հասկանում եմ, որ այդ իր համար լավ է, ապահով է, այդ պատվաստումները ապահով է, բայց չեմ կարում, վայ, խնդրում եմ, գնում ասում եմ, դե պետք է հետևիցս էմերջենսի գա, որ վատանում եմ, չեմ անում, ինչ անեմ, մենակով, երևի, չէ, երևի պապան գնա հետները, ես իշ մամադուս եկա, ես վաղկոտ, իմ բալիկների բժիշկն էլ, չգիտեմ, իմ համար աշխարհի ամենալավ բժիշկներից է, Կարապետ Նագայակչյան, շատ լավ բժիշկ է, շատ երկար տարիների փորձ ունեցող մանկական բժիշկ է, այն որ ինձ ձեռը կրակնանք, այ մարդ ասում է, հելի գնա, հելի մի կվատանաս կմնաս մեր օֆիսի վրա, հել գնա, տիկին Նազիկիս հետ են, որ շատ սենց հասկանում են ինձ, հասկանալով են մոտենում, ըմբռնումով, բայց դե իրանք էլ անպայման ասում են, որ չես կարա այդքան երկարացնես էլի այդ պրոցեսը, որ չես կարում, քեզ կառավարես, որ ես երեխեքին սրսկենք, ասում եմ ինձ սրսկեք սկզբից, դոկտոր ջան, հետո նոր երեխեքից, չեմ կարում, Արաշ ջան, չեմ կարում, իրանք ուզում են իմ երեխեքին սրսկեն, ինչ անեմ, բայց ոչ, պարզվեց ես մենակ չեմ, ես մի րոպե մենքան մամայա գրել, ասում եմ կարող եմ մի հատ կազմակերպություն բացենք, ՀՄԿ, հիստերիկ մամաների կազմակերպություն, դե բահա,
հիստերիայի հասնող է, էլի այդ վախը։ Այնքան են գրել, որ հա Լիլու ջան, մենք էլ ենք տենց, մենք էլ այնտեղ մի հատ մամա կա, որ բանը երեխեն արդեն հեսա նշանդրեկն է, բայց խախում է տանի պատվասման, որ չէ, պաստորեն ես մենակ չեմ, թե չի ուզում է ասեի ինքս ինձ, դու ինչ մայր ես, Լիլու ջան, երեխուտ չես տանում պատվաստես, տանում եմ, բայց հետո տանելը տանում եմ, բայց հետո ինձ պետք է տանեն։